ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, առաջարկում եմ ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործեք armradio.am կայք դիտել կոճակը սեղմեք կամ մեզ հետևեք Facebook-յան հարթակի միջոցով։ Եթե դեռ չեք միացել հանրային ռադիոյի պաշտոնական էջին, ապա Հայաստանի հանրային ռադիո հայատար գրում եք Facebook-յան հարթակում եւ այդ տարբերակով եւս հետևում մեր ծրագրի ընթացքին։ Այսօր առավել քան լսելի է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը։ Նախ տեղեկացնեմ, որ Հայաստանում հաշվառված է ավելի քան 195,000 հաշմանդամություն ունեցող անձ, որոնց մեծամասնությունը ունի ընտրելու իրավունք։ Վերջին ընտրությունների ընթացքում տարբեր նախաձեռնություններ են իրականացվել աջակցելու նրանց ընտրական իրավունքների լիարժեք իրականացմանը, ընտրական գործընթացն ավելի հասանելի եւ ներառական դարձնելու նպատակով։ Փորձենք միասին ամփոփել ու հասկանալ, որքան մաչելի է եղել հաշմանդամություն ունեցող անձի համար ընտրելու իրավունքը եւ ինչ արդյունքներ են արձանագրվել այս աշխատանքների շնորհիվ։ Կփորձենք նաեւ հասկանալ, թե ինչպիսի մարտահրավերներ դեռ կան եւ ինչ քայլեր են անհրաժեշտ ապագայում առավել հասանելի ընտրական համակարգ ձևավորելու համար։ Ներկայացնեմ իմ զրուցակիցներին ագատ հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ ագատ հասարակական կազմակերպության հաղորդակցության պատասխանատու Լենա Հովանեսյան, ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տարբեր ընտրությունների ժամանակ մենք լսում ենք տարատեսակ կարծիքներ եւ իհարկե լսում ենք մասնագետների կողմից տարբեր խնդիրների բարձրաձայնում, որոնք կապված են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրության իրավունքի հետ, ավելի շատ երևի թե խոսենք իրազեկվածության եւ մաչելիության տեսանկյունից, որովհետեւ հաշմանդամություն ունեցող անձի ընտրությունը չի սկսում զուտ տեղամաս հայտնվելով։ Նախ եկեք միասին ամփոփենք այս տարվա ընտրությունների արդյունքը կոնկրետ հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության տեսանկյունից երկուսիդ է հարցս ուղված, խնդրեմ։ Շնորհակալություն նախարարների եւ հնարավորության համար կիսվելու այն լայնածավալ աշխատանքների մասին, որոնք որ մենք կարողացանք այս ընտրական գործընթացներում իրականացնել, եթե համեմատելու լինենք նախորդ ընտրությունների հետ, միանշանակ կերպով պետք է ասենք, որ այս անգամ առավել ակտիվ էր հաշմանդամություն ունեցող մասնակցությունը, ոչ միայն որպես ընտրողներ, նաեւ հանձնաժողովի անդամներ, դիտորդներ եւ վստահված անձինք, եւ դա հենց այնպես չի լինում, որովհետև նախքան ընտրությունները մեր կազմակերպությունը իրականացրել է շատ տարբեր գործողություններ, որոնք միտված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկմանը, նրանց մասնակցությունը խտանելուն, ինչպես նաև տեղեկացնելու, թե ինչ է ընդհանրապես ապատեղեկատվությունը եւ ինչպես իրենք չմանիպուլացվեն այս ընտրական գործընթացներում, որտեղ մենք շատ լավ գիտենք, որ լինելով խոցելի իրավիճակներում շատ հաշմանդամություն ունեցող անձին կարող են տարբեր քաղաքական ուժերի կողմից խաբվել, մանիպուլացվել եւ իրենց ձայնը, ասպես ասել, գողանալ։ Նկատի ունեք ընտրություն կատարելու ընթացքում, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ ճիշտ է, որքան էլ որ մենք համբոփում ենք, տեսնում ենք, որ ձեր թվարկված թվի հետ համատած մենք չենք կարող բոլորին հասնել, բայց քանի որ մեր դասընթացներին մասնակցել են 270-ից ավել հաշմանդամություն ունեցող անձինք, բայց մեր գործողությունները չեն սահմանափակվել միայն դասընթացներով, որտեղ մենք ունեցել ենք տարբեր միջոցառումներ, տարբեր գործողություններ, առավել մեծ լսարանի հասանելի լինելու համար։ Ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Եթե լրացնեմ Գայանեին, երբ որ խոսեցինք ընտրական process-ի մասին, շատ կարևոր է խոսել նախ ընտրական process-ների մասին, որովհետև հենց ապատեղեկատվությունը գիտենք, որ այս տարի բավականին մեծ մասշտաբների էր հասնում եւ միշտ էլ եղել է։ Այս կամ անցյալ չենք ուղղակի տեխնոլոգիան է զարգացել եւ գործիքակազմն է փոխվել, այս պարագայում նույնիսկ կարող ենք մի բան ասել, այստեղ պետք չի բացարձակ առանձնացնել հաշմանդամություն ունեցող անձանց, որովհետեւ այստեղ գլոբալ խնդիրը մեդիա գրագիտությունն է։ Գիտությունը շատ արագ տեմպերով է զարգանում, մարդիկ չեն հասցնում եւ շատերը պարզապես մեդիա գրագետ չեն։ Հետեւաբար այս խապկանքները վերաբերում են բոլորին, եթե մեդիա գրագետ չեն։ Այո, իհարկե արհեստական բանականությունը բավականին մեծ մարտահրավեր էր այս տարի մեծ
համար եւ հենց դրա մասին ենք խոսում, որ երբ որ մենք գնում ենք համայնքներ, հեռավոր համայնքներ, որտեղ տեղեկատվության միջոցը օրինակ հենց սոցիալական ցանցերն էր եւ մեդիագրագիտության պատճառով իրենք շատ դժվար էր ընտրություն կատարել իրենց համար, շատ դժվար էր հասկանալ թե որն է ճիշտը, որը սխալը եւ այս պարագայում մենք շատ շեշտադրեցինք ավելի շատ հենց ապատեղեկատվության դեմ պայքարը, ճիշտ տեղեկատվություն հասկանալը, այլ ոչ թե ընտրության կարգը, որովհետեւ նախ պետք է մարդը հասկանա թե ինքը ինչպես է ընտրում, ինչի համար է ընտրում, դրանից հետո նոր պետք է հասկանա թե պետք է գնա ընտրատեղամաս, թե չէ, այսինքն մենք բաժանեցինք մեր գործողությունները երկու փուլի, նախ բովանդակային մասին, իսկ այնուհետև արդեն ֆիզիկական մասին, որը որ վերաբերվում էր հենց մատչելիությանը։ Ինչ վերաբերում է բովանդակային մասին, հետաքրքիր մի բան ասացիք սոցիալական ցանցերն են նրանց պաշտոնական տեղեկատվության աղբյուրը, ցավում ենք, որ սոցիալական ցանցերն են, այլ ոչ թե պաշտոնական կայքերը, որովհետև սոցիալական ցանցերը զուտ շփման համար են, ինչը մենք փոխարինել ենք տեղեկություն վերցնելու եւ հիմք ընդունելու այդ տեղեկությունը, ուսամ նաեւ մեդիագրագիտության ձեր դասերում նաեւ առանձնահատուկ ուշադրության եք հրավիրել այդ կոմպոնենտը։ Եվ դրանից զատ ես կցանկանայի ավելացնել, որ նաև մենք մեր շահառուներին եւ մեր գործընկերներին սովորեցրել ենք ինչպես փաստերը ստուգեն եւ ինչպես չլինեն խապված եւ ինչ գործիքներ են կարելի կիրառել, որպեսզի իրենք վստահ լինեն, որ նա այդ տեղեկատվությունը ճշմարիտ է, թե ոչ, թե սուտ է, թե իրենց մոլորեցնում են եւ ցավոք պետք է ասեմ, որ երբ որ գնում ենք հեռավոր համայնքներ եւ մեր գյուղական համայնքների հաշմանդամություն ունեցող անձինք շատերը նույնիսկ հասանելիություն չունեն հեռուստացույցի, նույնիսկ խելացի սմարթ հեռախոսների եւ միգուցե իրենց համար միակ տեղեկատվության աղբյուրը հարևաններ կամ բարեկամը եւ այստեղ մենք տեսնում ենք, որ որքան իրենք առավել խոցել են դառնում այս տեսանկյունից, որ իրենց կարելի է խաբել եւ նաեւ խոցելիությունը շատանում է հաշմանդամության տեսակով պայմանավորված, որտեղ մենք ունեինք մտավոր խնդիրներ ունեցող շահառուներ, հոգեկան առողջության, որոնց ավելի հեշտ է խաբել եւ դա էր պատճառը, որ մենք մեր գործողություններում ներառել էինք տարբեր տեղեկատվական հեշտացված տարբերակով նյութերի ստեղծումը եւ տպագրումը եւ մենք 4 թեմաներով ունեցել ենք easy-to-read հեշտացված տարբերակով ռեսուրսներ հենց մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար։ Երևի Լենան ավելի կնշի թե ինչ անդրադառնանք դրանց, այստեղ ստացվում է, որ այն մարդիկ, որոնց միակ հույսը հարևանի տված տեղեկատվության աղբյուրն է, մի տեսակ փչացած հեռախոսի սկզբունքն է աշխատում այս պարագայում, որը ցավոք շատ վատ է, որովհետև մենք հաճախ ենք լսում, որ ինչ որ X իրադարձության մասին խոսում են, որը իրականությանը չի համապատասխանում, ասում ենք որտեղից ինֆորմացիան, ասում են, չգիտեմ, ինտերնետում էր գրված։ Հուսանք նաև ձեր դասընթացների միջոցով այս արտահայտությունը եւս այլևս չի հնչի եւ մարդիկ կփորձեն սկզբնաղբյուրները տեսնել։ Եկեք հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություններն են տարբեր։ Դուք առանձնացրեցիք մտավորը, հոգեբանականը, բայց այստեղ կա նաեւ տեսողական, լսողական, այլ տարբերակներ կան։ Հետևաբար այստեղ նաեւ պիտի հաշվի առնենք հաշմանդամություն ունեցող անձի կարողությունները, դրանով էլ պայմանավորված են նաեւ խնդրի փոփոխությունները։ Այս պարագայում դուք ճիշտ եք, դրա համար մենք թիրախային դարձրեցինք, այսինքն առանձնացրեցինք մտավոր խնդիրներ ունեցողների համար դասընթացները, տեսողության խնդիրներ ունեցողների համար դասընթացները, որովհետև գիտենք, որ այս տարի Հայաստանի Հանրապետության 2005 ընտրատեղամասերում կային բրայլյան կաղապարներ, եւ դրանք շատ հեշտացրեցին գործընթացը։ Ես լավ աշխատել է։ Այո, այս պարագայում մի քիչ առաջ ընկնեմ եւ երեք մենք հարցազրույցներ էինք անում չտեսնող անձանց հետ եւ իրենք ասում են, պատմում են այդ զգացողությունը, թե ինչպես են ընտրել բրայլյան կաղապարով, որովհետև շատ դժվար է, երբ 30-ից տղամարդը ասում է, որ ինքը առաջի անգամ առանց իր մայրիկի գնացել է ընտրության, ինչքան որ մենք ասում ենք, որ մայրիկը ընդամենը այս պարագայում օգնող անձ է, բայց ինքը ասում էր, որ գիտեք, իմ մայրիկը եւ ես այլ քաղաքական հայացքներ ունենք, եւ ես չեմ կարող վստահ լինել, եւ ես գնում եի խցիկ, իմ մայրիկը կարող է իր ցանկացած տեխնո
ինքնացույն ընտրել։ Ընտանեկան խաթարություն Այո, փոքրիկ։ ու այս պարագայում այդ անկախության զգացողությունը շատ կարևոր է։ Մենք շատ հաճախ մտածում ենք, որ այդ բրայլյան կաղապարներ իրենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ են, շատ մարդկանց օգուտ չեն տալու, Բայց մարդու իրավունքն է։ Իհարկե, եւ հենց գալիս ենք այստեղ, որ հենց եթե մեկ անձ ինքը իրեն այս պարագայում անկախ է զգում եւ ինքը զգում է, որ իր ձայնը ինչ որ փոփոխության սկիզբ է դառնալու, դա մեզ համար շատ կարևոր է ու նա միակը չէր, որովհետեւ մենք աշխատում ենք հենց կույրերի միավորումների հետ ու տանում ենք այդ բրայլյան կաղապարները, իրենք սիմուլյացիոն վարժություններ էին անում, իրենք ամբողջը շոշափելով, այսինքն տեսական գիտելիքներ են եղել, հա, գործնական գիտելիքներ ու այս պարագայում նաև կուզենայի շեշտադրել հենց մեր գործընկերներին, օրինակ կենտրոնական դրական հանձնաժողովին, ով որ ճիշտ է նախորդ տարիների բրայլները մեզ տրամադրեց, բայց դա եւս մեծ օգնություն էր, գործիք է, որի միջոցով իհարկե շատ փոփոխություն չէր եղել այս տարի բրայլյան կաղապարների տեսքի մեջ եւ դա շատ օգնեց մարդկանց ընտրություն կատարելու հարցում։ Այստեղ կարող ենք ասել, որ այս կարևոր փոփոխությունը նաև ձեր աշխատանքը բերել է նաև հոգեհուզական կայուն վիճակի մարդկանց, որովհետև դուք նշեցիք անկախ եւ այլն, բայց այստեղ մի կարևոր բան կա՝ ինքնուրույն, որքան կարևոր է հաշմանդամություն ունեցող անձի համար լինել ինքնուրույն, որպեսզի կարողանալ ինքնուրույն կատարել այդ գործողությունը։ Թվում է թե սովորական բան է եւ դա պիտի լիներ վաղուց, բայց արի ու տես, որ մենք այսօր ամփոփում ենք եւ ասում ենք որքան լավ է, որ դա կա։ Շատ ճիշտ նշեցիք եւ Լենան նշեց նաեւ մեր սերտ համագործակցությունը տարբեր միջազգային գործընկերների եւ կենտրոնական դրական հանձնաժողովի հետ եւ նաեւ իրենք տրամադրեցին մեզ օրինակ ամբողջ ընտրական կարգը հենց բրայլով տպագրված, որը նաեւ մեր դասընթացներին մենք տվեցինք մեր տեսողության խնդիրներ ունեցող ընկերներին, բայց ցավոք պետք է ասեմ, որ շատերը բրայլյան համակարգի չեն տիրապետում եւ այս տարբերակում օգնության եկավ հենց օրինակ մեր դասընթացները, երբ որ մեր փորձագետը հենց տեսողության խնդիր ունեցող անձ էր եւ վայելում էր այն վստահությունը իրենց մոտ եւ ինքը կիսում էր, բայց նաեւ մենք հանդես ենք գալու նոր առաջարկությունների փաթեթով եւ պլանավորում ենք առաջիկայում հանդիպել եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ կենտրոնական դրական հանձնաժողովի հետ, որպեսզի ներկայացնենք այն առաջարկները եւ փոփոխությունների փաթեթը, որոնք որ մենք ստացել ենք մեր գործընկերներից, մեր հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանցից եւ մենք կուզենանք, որ այդ փոփոխությունները կիրառվեն առաջիկա տեղական եւ հետագա արդեն ազգային ժողովի ընտրություններին, որովհետեւ մենք գիտենք, դուք նշեցիք, որ տեխնոլոգիաները զարգանում են եւ տարիներ առաջ մենք չունենք նույնիսկ այդ մատնահետք վերցնող եւ հիմա չեմ ուզում առաջ ընկնել, բայց կան ավելի լավ սարքեր, որոնք ավելի կհեշտացնեն եւ ավելի թափանցիկ կդարձնեն եւ ընտրական գործընթացը եւ ավելի մասնակցային կլինի ինքը տարբեր խմբերի անձանց կողմից։ Նախնական ձեր պատրաստությունը, հա մարդկանց պատրաստել գնալ ընտրություններին, փաստորեն իր պտուղները ամբողջությամբ տվել է։ Եկեք հիմա ամփոփենք ընտրություն արդյունքները այս տեսանկյունից։ Մատչելիության հարցը նախ եւ առաջ, որովհետեւ մենք խոսեցինք, որ հաշմանդամություն ունեցող անձի խնդրով պայմանավորված խնդիրները եւս փոխվում են։ Արդյոք հաշվարկել եք եւ տեսել եք։ Տեսեք, մենք 2021 թվականին ենք ամբողջ Հայաստանի Հանրապետության, եթե չեմ սխալվում, այո, 2020 թվականին ամբողջ Հայաստանի Հանրապետության ընտրատեղամասը դիտարկվել են կազմակերպության կողմից, առաջարկություններ են ներկայացվել եւ անցյալ տարի դիտարկվել է ընդհանուր Գյումրի քաղաքը եւ կրկին առաջարկություններ են ներկայացվել եւ շատ ուրախ ենք, որ այդ առաջարկությունները ընդունվել են եւ մի քանի ընտրատեղամասեր փոխվել են, որոնք որ հնարավոր չէր ուղղակի մատչելի դարձնել։ Այս տարի մենք 2005 ընտրատեղամասից 500-ն ենք ունեցել, որոնք որ մատչելի են եղել կամ մասամբ մատչելի են եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար եւ հնարավորություն է տրվել մինչեւ մայիսի 26-ը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձիկ տեսնեն, թե իրենք որ ընտրատեղամասում են եւ ընտրեն ավելի մատչելի ընտրատեղամաս իրենց համար եւ փոփոխության հնարավորություն եղել է եւ ուրախ ենք, որ շատ շատերը փոխել են իրենց ընտրատեղամասերը, սակայն մեկ այլ խնդիր է
ենք մենք արձանագրել, որ օրինակ գյուղական համայնքում, երբ որ անձը դիտարկել է, որ իր ընտրատեղամասը մատչելի չի, տեսել է, որ ամենամոտ մատչելի ընտրատեղամասը օրինակ Գյումրիում է, այս պարագայում չկա հանրային տրանսպորտ, որը որ մատչելի կլինի եւ իրենք կտեղափոխեր Գյումրի, որպեսզի ինքը ընտրություն կատարեր։ Այս պարագայում մենք բախվում ենք մի այլ խնդրի, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներքին գործերի նախարարությունը հնարավորություն տվել է ընտրատեղամասը փոխելու, բայց այլ ենթակառուցվածքային խնդիր, որը որ ընտրական գործընթացի հետ կապ չունի, մենք մտածում ենք, որ այո, այս պարագայում այդ խնդիրը խոչընդոտ է հանդիսանում, որ անձը կրկին չքնա ընտրատեղամաս, սակայն գումարել չունեն շատերը։ Այո, նաև այս ֆինանսական միջոցը պետք է հաշվի առնենք։ Իսկ արդյոք այստեղ մարդկային գործոնը օգնության չի հասել, գրկելով, բարձրացնելով, տեղափոխելով։ Այո, ուզում ասել, օրինակ մեր պարագայում, երբ որ մեզ էին թիմում, մենք ունենք աջակցող սարքեր մեր կազմակերպությունում, ցավոք միայն Շիրակի մարզի կտրվածքով դեռևս կարող ենք տրամադրել եւ այդ օրինակը, որ բերեցի, մենք տրամադրեցինք շարժական թեկահարտակ եւ այդ շարժական թեկահարտակով գնաց անձը սայլակով իր ընտրատեղամասում ընտրությունը իրականացրեց, սակայն պիտի նշենք, որ ոչ միայն մուտքի աստիճաններին տեղադրվեցին այդ թեկահարտակները, այլ նաև շեմքերը այնքան բարձր էին, որ մենք ստիպված եղանք ելդի այդ թեկահարտակը նաև շեմքերի վրա տրամադրել, բայց պիտի շնորհակալություն հայտնենք նաև հանձնաժողովներին, որովհետև տարուց վրա փոփոխություններ են լինում եւ մարդիկ ավելի զգայուն են դառնում, այսինքն օգնում են, գրկում են, ավելի ճիշտ են մոտենում, այո, ավելի ճիշտ են մոտենում հարցին եւ անձը կարողացավ ճիշտ է դժվարությամբ, բայց իր ընտրությունը կատարել։ Այո, այս պարագայում մենք ասում ենք, թե ինչի պիտի հավասար պայմաններ չլինի, պիտի մարդը, ինչպես որ բոլորը, շատ արագ գնա ընտրությունը կատարի, բայց ինքն էլ ասում էր, ճիշտ է, ես դժվարությամբ գնացի, բայց ես վստահ եմ, երբ որ այդ տեղամասում ինձ տեսան, որովհետև դպրոցի տնօրենն է եկավ, մոտեցավ, ասաց, որ գիտեք, մենք չունենք հաշմանդամություն ունեցող երեխաներ, բայց տեսա, որ համայնքում կա հաշմանդամություն ունեցող անձ եւ պետք է մտածել հենց այդ փոփոխությունների մասին, դա ենք ասում, որ շատ կարևոր է, որ հասարակությունը տեսնի հենց տարբեր տեղերում հաշմանդամություն ունեցող անձանց։ Այստեղ մեկ խնդիր էլ կա, ցանկությունը լոկ բավարար չէ, որովհետև մենք գիտենք, որ մանկապարտեզներում եւ դպրոցներում են հիմնականում ընտրատեղամասերը տեղակայվում, իսկ այդ մանկապարտեզն ու դպրոցները մեծամասամբ կառուցվել են խորհրդային տարիներին եւ որքան էլ ցանկանանք, այնքան էլ դյուրին չէ ստեղծել այդ պայմանները հնարավորությունների տեսանկյունից ու կառուցվածքային, հուսանք նաև ժամանակի ընթացքում այդ խնդիրներն էլ կլուծվեն, փաստացի ստացվում է, որ մարդիկ այդուհանդերձ օգնել են։ Ես միշտ հարցազրույցների ժամանակ, երբ խոսքը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց, միշտ հարցնում եմ մասնագետներին, արդյոք կարող ենք ասել, որ մարդկանց վերաբերմունքի փոփոխություն է տեղի ունեցել, մշակույթի փոփոխություն, որովհետև գուցե մարդիկ ուզում են օգնեն, բայց գերխնամքն էլ բերում է մեկ այլ խնդրի։ Արդյոք մենք արդեն որոշ չափի պատրաստ ենք ճիշտ օգնություն ցուցաբերել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։ Ինձ թվում է, այո, եւ վերաբերմունքն էլ որ նայում ենք, ինքն էլ է հիմնականում միջավայրային խնդիր եւ մենք գիտենք, որ հաշմանդամությունը դա զուտ առողջական խնդիրը չէ, այլ միջավայրի եւ առողջական խնդրի փոխազդեցությունն է եւ երբ որ մենք նայում ենք վերաբերմունքը կազմում է հենց միջավայրային որպես գործոնի մի հատված, մենք տեսնում ենք, որ միգուցե ավելի հեշտ է փոխել օրենքներ, քաղաքականություններ, հա, բայց վերաբերմունքի փոփոխությունը առավել դժվար է տեղի ունենում եւ պետք է ուրախությամբ ասեմ, որ վերջին տարիներին, երբ որ մենք ունեցանք արդեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը 2021 թվականից հետո եւ արդեն այդ օրենքի ընդունումից հետո էլ, երբ որ նոր դպրոցներ էին կառուցվում կամ վերակառուցվում, բոլոր չափորոշիչները եւ դա է վկայում, որ մենք Լեանա նշեց, որ մենք ունենք շուրջ 500 մասամբ եւ հիմնովին մատչելի տեղամասեր, բայց երբ որ 20 թվականին մենք դիտարկում էինք, եթե բոլոր չափորոշիչներն էինք նայում, մենք ընդամենը կարող էինք ասել մոտ 10% էլ չունեինք եւ շատ քիչ էր թվականակը, բայց տարեց տարի եւ համագործակցության եւ չաթագովության արդյունքները տեսանելի են եւ այստեղ նշեց նաեւ, որ մինչեւ մայիսի 26-ը հնարավորություն ունեին նաեւ տեղամասը փոխելու, անկեղծ պետք է ասեմ, որ գործընթացը այդքան էլ դյուրին չի, որովհետեւ շատ հաշմանդամություն ունեցող անձինք իրենք չեն կարող գնալ միգրացիայի վարչություն կամ ոստիկանություն փոխելու,
բայց արդեն տարբերակով հնարավորություն Online կար, տարբերակով բայց ել եմ ասում, որ այդ դիմում ներկայացնելը, լրացնելը շատ շատերի համար դժվար է եղել եւ չնայած որ կենտրոնական տրական հանձնաժողովը եւ ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը նաեւ առավելության կարգով հնարավորություն էին տվել, եթե անձինք չունեն էլեկտրոնային ստորագրություն, միայն հաշմանդամության հիմքով կարող էին հաշմանդամության իրենց թերթիկը կցել եւ հնարավորություն կտրվեր փոփոխելու, որտեղ դա էլ պետք է լիներ հիմնավորված եւ մեր կազմակերպությունը շատ լայն իրազեկեց, որ կարող եք մեզ զանգարել, մենք ձեզ կօգնենք աջակցել եւ 30-ից չէ, շատ դժվար է եղել է, անկեղծ ասեմ, 30-ից ավել հաշմանդամություն ունեցող անձինք էին զանգարել եւ շատերին մենք օգնել ենք, որ տեղամասերը փոխեն, գրանցվել միանշանակ կերպով։ Մոտավորապես քանի մարդ է փոխել։ Այս պահին մենք հարցում ուղարկել ենք միգրացիոն վարչություն եւ իրենք նշում են, որովհետեւ շատերը միգուցե ունեցել են հաշմանդամություն ունեցող անձանցից էլեկտրոնային ստորագրություն եւ մենք էլ ենք ճանաչում անձան, որ չեն նշել, որ ասենք չեն կցել հաշմանդամության թուղթ, բայց 8 հոգի կցել է եւ հնարավորություն է ստացել հենց այդ հիմքով առանց էլեկտրոնային ստորագրության փոփոխելու տեղամասը, բայց երբ որ նայում ենք, մենք վստահ ենք, որ հետագայում վերցնենք արդեն պատճառը, կտեսնենք, որ թիվը ավելի շատ է, իսկ համացան կարգով նշեմ, որ նախորդ ընտրություններին միայն 1 անձ է փոխած եղել, այն էլ մեր գործընկերներից 1 կամ 2, կարծեմ Զարուհի Բաթոյանը եւ Սուրենը Մաղաքյան զուտ ցույց տալու այդ լավ պրակտիկան, բայց հիմա արդեն տենդենսը շարունակվում է։ Երբ որ մենք մասնավոր զրույց էինք ունենում կենտրոնական դրական հանձնաժողովի հետ, ասում են, որ այս տարի գրեթե բոլոր ընտրատեղամասերում առնվազն 5 հոգի կա, ով ընտրատեղամասը փոխել է, ու երբ որ մենք շրջում ենք այդ ընտրության օր ընտրատեղամասերում, նայում ենք, որ այդ 5 հոգուց գոնե 2-ը հաշմանդամություն ունեն, այսինքն եթե 3-ը հանձնաժողովի անդամ էին, այդ հիմքով էին իրենց ընտրատեղամասը այո փոխել, ապա 1-ը կամ 2 ընտրատեղամասերում, այն ընտրատեղամասերում, որ մենք ենք եղել, հաշմանդամություն ունեցող անձիկ էին։ Պարզապես այդ թիվը դեռևս ներքին գործերի նախարարությունը չի ամփոփել եւ իրենց մոտ միայն փաստաթուղթ կցված տարբերակն է նայում։ Հասկանալի է։ Նշվում է, որ այս տարի հաշմանդամություն ունեցող ընտրողների մասնակցությունն աննախադեպ բարձր է եղել։ Այո։ Եվ դա պայմանավորված է հենց այս գործողություններով իրազեկման միանշանակ կերպով եւ դա շատ նպաստեց, որովհետեւ մենք ունեինք նաեւ շուրջ 7 տեսանյութեր, որոնք որ տարածվում էին տարբեր սոցիալական ցանցերի հարթակներով, նույնիսկ սոցիալական հոլովակներ էին։ Այո, որը խոսում էր եւ ապատեղեկատվության, եւ ընտրական կարգի, եւ նաեւ մենք ունեցանք հանձնաժողովի անդամների համար հատուկ տեսանյութ, թե ինչպես իրենք վերաբերվեն, ինչպես կարողանան այսինքն այդ տեսանյութերը միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար չի, այլ նաև մեզ համար է։ Բոլորի, եւ որտեղ ընտրական կարգն էր բացատրվում, եւ ի ուրախություն պետք է ասենք, որ կենտրոնական տրական հանձնաժողովը մեր 2 տեսահոլովակները հենց իրենք են տեղադրել եւ իրենց կայքով եւ իրենց էջերով տարածել են եւ միանշանակ կերպով այս ամենը նպաստեցին, որպեսզի մենք ունենանք առավել մեծ թվականակ անձանց, ովքեր ունենալով որոշակի դժվարություններ կարողանան ակտիվ մասնակցություն ունենալ եւ իրենց ձայնը Ես երևի շարունակեմ Գայանեին, որ համագործակցությունն է շատ կարևոր, երբ որ դուք ասացիք դա միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար չէ, նաև շահակիրների համար է, այո, աշխատանքը պետք է լինի ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց հետ, այլ նաև պատկան մարմինների, կուսակցությունների, թեկուզ հեռուստաընկերությունների եւ ռադիոկայանների, այո, իրենց հետ եւ պետք է ասեմ, որ այդ համագործակցությունը իր պտուղները տվեց, օրինակ հենց հանրային ռադիոն մեր անիմացիոն տեսանյութերը տարածեց, այդ շատ կարևոր որովհետև երբ որ մենք ասում ենք մենք գնացինք ինչ որ մարզում դասընթաց արեցինք, մենք հասանք այն հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր որ ակտիվ էին։ Իսկ այն հաշմանդամություն ունեցող անձիկ, ովքեր որ տանից դուրս չեն գալիս, գուցե իրենք ռադիո են լսում։ Օրինակ հենց չտեսնող, այո, օրինակ հենց չտեսնող անձիկ իրենք ռադիո են շատ լսում եւ շատ կարեւոր է որ տարբեր կառույցներ իրենք նեցուկ են լինում եւ արդեն այս խնդրի կարեւորությունը հասկանում են։ Այսինքն տեղեկությունը հասանելի լինի բոլոր հարթակների միջոցով։ Այո,
Սակայն մենք եւս մեկ խնդիր ենք ուզում բարձրաձայնել, որ այս պարագայում եթե հեռուստաընկերությունները, ռադիոները հասկանում են խնդրի կարևորությունը, մեր հաշմանդամություն ունեցող անձիկ բարձրաձայնում են, այո, իրենք կոնտրոլական կարգ ստացել են խոշոր տառաչափերով, բրայլով, աուդիո տարբերակներով, սակայն կուսակցությունների ծրագրերին իրենք ծանոթ չեն։ Այսինքն այդ բուկլետները իրենք չեն կարող ընթերցել։ Ուղղակի բուկլետները մեկ տարբերակով եւ վերջ։ Այո, չկան օրինակ տեսանյութեր, որոնք որ ծրագրային կլինեն, եւ անձը կհասկանա, թե հաշմանդամություն ունեցող անձի համար կուսակցությունները առաջիկա 5 տարիների համար ինչեր են նախատեսում, եւ այս նպատակով մենք կլոր սեղան հանդիպում կազմակերպեցինք բոլոր կուսակցությունների եւ հաշմանդամահեն կազմակերպությունների, նաեւ անձանց հետ, որպեսզի իրենք կարողանային իրար հարցեր տալ, հասկանային։ Ու ձայնը լսելի եք դարձրել։ Այո, ու նաեւ նա էր վատ, որ դերևս կուսակցությունները հստակ պատկերացում չունեն, թե հաշմանդամություն ունեցող անձիկ ինչ են ուզում։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք հաշմանդամային մոդելների մասին, ասում ենք, որ հետևում է բժշկական մոդելը, հետևում է սոցիալական մոդելը, երբ որ հաշմանդամություն ունեցող անձին կաղապարում են միայն ֆինանսական օգնության եւ նյութական օգնության մեջ, եւ պետք է արդեն մենք տեղափոխենք իրավական մոդելին, երբ որ իրենք ցանկանում են իրավունքներ, որպեսզի այդ իրավունքներից իրենք կարողանան իրացնել իրենց կրթության իրավունքը, աշխատելու իրավունքը, որը որ իրենց ներառում է հենց հասարակության մեջ։ Եվ հենց այդ իրավունքներն էր, որ բացերը, որոնք որ հենց մատնանշել էին մեր շահառուները, մենք ներկայացրեցինք, Լենան նշեց, որ որոշ կուսակցություններ եւ դաշինքներ ընդունել էին մեր հրավերը եւ 8 կուսակցություններ ներկա են մեր հանրային միջոցառմանը եւ հանձնառություն վերցրեցին եւ ստորագրեցին, որ ազգային ժողովում լինելու կամ հետագայում իրենց ծրագրերում իրենք անպայման կանրադառնան այս խնդիրներին եւ կփորձեն լուծումներ տալ եւ ուզում եմ ասել, որ այս մեր իրազեկման մեծ աշխատանքներից հետո մեզ զանգարում էին նաեւ ոչ հաշմանդամություն ունեցող անձինք ու շատ խնդրում էին, որ իրենց օգնենք տեղամասեր փոխեն կամ նույնիսկ զանգարում էին նույնիսկ ընտրության օրը խնդրում էին, որ մեզ կօգնեք տեսնենք, թե որ տեղամասում մենք պետք է գնանք ընտրության եւ մենք որքան էլ որ ասում ենք, մենք աշխատում ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց փորձում ենք չնեղացնել, նույնիսկ արտերկրից էինք զանգեր ստանում, որ մենք տեսել ենք ձեր տեսահոլովակները, լսել ենք, խնդրում ենք մեզ օգնեք, գտնենք, որտեղ մեզ համար դժվար է գործընթացը։ Փաստորեն դուք արդեն արդյունքը տեսանելի է, կարող ենք այդպես ասել, վերջին 3 րոպեն է մնացել, եկեք միասին ամփոփենք ընդհանուր արդյունքը, ունեցանք դասընթացներ, փորձեցինք օգնել, պրակտիկ գիտելիք փոխանցել, որպեսզի խնդիրներ չառաջանան ընտրատեղամասում ընտրություն կատարելու ընթացքում, նաև տեղեկացված լինեն իրենց իրավունքներից եւ հնարավորություններից։ Հիմա ընդհանուր եկեք ամփոփենք, եթե դիտարկում ենք, կարծես թե գոհ եք, հա, արդյունքից։ Տեսեք, չեմ ասում ամբողջական։ Դե ամեն դեռ շատ աշխատելու տեղ ունենք, բայց այդուհանդերձ մենք տեսնում ենք մեծ փոփոխություն։ Իհարկե, պետք է փոփոխությունը անպայման շեշտադրենք ու նաև շեշտադրենք ոչ միայն մեր կազմակերպության մենաշնորհը չի, որովհետև գիտեք, որ շատ կազմակերպություններ աշխատել են այս ոլորտում, եւ հաճախ հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը լսելի է եղել ձեր եւ մյուս այդ ոլորտում գործող աշխատող հասարակական կազմակերպությունների շնորհիվ, դրա համար շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Ձեզ էլ ենք շնորհակալ։ Այս կարող ենք շեշտադրել, որ եթե կարող ենք 80%-ով, եթե այսպես ասել, չտեսնող անձանց խնդիրը ընտրության իրենց իրավունքը իրացնելու լուծված է, ապա մենք պետք է առաջիկա տարիներում շեշտադրենք ֆիզիկական մատչելիության խնդիրը, որպեսզի սայլակով տեղաշարժվող կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող եւ մտավոր խնդիրներ ունեցող անձիկ եւս կարողանան իրենց ընտրելու իրավունքը իրացնեն եւ նաեւ պիտի խնդրենք կուսակցություններին, նաեւ պահանջենք, որպեսզի իրենք արդեն իրենց ծրագրերը ավելի մատչելի եւ ներառական դարձնեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ունեք ավելացնելու, խնդրեմ։ Իհարկե, եւ այստեղ նաեւ կուզենայի, որ երբեմն մտածում եմ, որ եթե անձը չի լսում, ինքը խնդիր չունի ընտրական գործընթացներում, բայց սա էլ է մեծ խնդիր, որտեղ լսողության խնդիրներ ունեցող անձինք իրենք էլ են խնդրում եւ ուրախությամբ պետք է ասենք, որ վերջի տարիներին օրինակ բանավեճերը իրենք կարող են նաեւ տեսնել ժեստերի լեզվի ուղեկցությամբ, որը շատ լավ եւ կովել է, եւ սա պետք է դառնա լավ մշակույթ եւ պրակտիկա նաեւ քաղաքական ուժերի եւ մյուս գործընթացներում։ Ես 8
կուզենայի որպես ամփոփում ասեի, որ մենք տեսանք ինչ քաղված դասեր եղան, ինչ խնդիրներ եւ մարտահրավերներ եւ պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքները, մեր չատագովությունը, որպեսզի այդ փոփոխությունները մեր երկրում տարեցտարի ավելի տեսանելի լինեն։ Աշխատանքները շղթայական ռեակցիայի են նման եւ գուցե սկզբնական շրջանում չէիք էլ պլանավորել, որ այդ հարցը լուծելով այլ հարցեր էլ կլուծեք, բայց տեսնում եք ու տեսանելի են, որ այլ հարցեր են լուծվում, երբ մարդը տեղեկացված է եւ կարողանում է որևէ բան անել, դա խոսում է ինքնուրույնության, ինքնավստահության մասին, որն էլ իր հետ բերում է իր վարքագծային փոփոխությունների, դա էլ իր հետ բերում է նաեւ իր ներկայանալի լինելուն եւ հասարակության ընկալման փոփոխությանը, որովհետեւ ամեն ինչ փոխադարձ է սպառակայում։ Ես վստահ եմ, որ նույնիսկ եթե թեքահարթակներն ամբողջությամբ դեռ լուծված չլինեն կամ մաչելիության խնդիրը 100%-ով լուծված չլինի, մենք չմոռանանք մեր ազգային առանձնահատկության մասին, որ պատրաստ ենք օգնել մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Շնորհակալություն կարևոր գործընթաց իրականացնելու համար, որովհետև սա վստահ կարելի ասել հաշմանդամություն ունեցող անձանց համար կարծես լույս լիներ եւ կարևոր փոփոխություն իրենց հետագայի համար։ Վստահ եմ այլ ուղղություններով եւս մեծ հաջողություններ եք ունեցել, դրանց մասին կխոսենք հետագայում։ Ես պարզապես մեր ռադիոլսողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներն էին Ագատ հասարակական կազմակերպության ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանն ու նույն հասարակական կազմակերպության հաղորդակցության պատասխանատու Լենա Հովանեսյանը։ Միշտ փորձենք ավելի գրագետ մոտենալ ցանկացած հարցի, ցանկացած խնդրի եւ կարողանանք օպերատիվ ու թիրախային օգնություն ցուցաբերել։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Քո ձայնը